Այնինչ տեղի ունենում վերջին տարիներին ավելի շատ պետք է դիտարկել բացասականույցի տակ։ Ծրագրվում է միշտ դեմոկրատիա, բայց իրականացվում է դիկտատուրա։ Նորմալիզացվեց հանուն ինչ-որ մեծ գաղափարի իշխանությունը պահելու սկզբունքը եւ ունեցանք այն ինչ ունեցանք։ People formed like a human chain. 100 հազարավոր մարդիկ ձեռքի տված շղթա կազմեցին Տալինից մինչև Վիլնյուս, կոչ անելով ազատության եւ ինքնիշխանության, Freedom and sovereignty. Ազգային խորհրդանիշներն ու երգերը հանվեցին դարակներից, անկախության գաղափարները սկսեցին բացահայտ հնչել։ Well, I would say, first of all, it was very important to have previous experience of independence. Բոլորը փորձում են Սինգապուր դառնալ, բայց սովորաբար դառնում են ինչ-որ միջին-միջակայական աֆրիկյան բռնապետություն, որտեղ որևէ լուրջ ձեռքբերում գոյություն չունի։ Կարող են այնպիսի վիճակներ, արտաքին վիճակներ ստեղծվել, գործոններ, որ Հայաստանում հաստատվի դիկտատուրա, ժամանակավոր դիկտատուրա։ 1990-ականներին Գերագույն խորհրդում անկախության հանրաքվեի մասին քննարկումների ժամանակ հնչել է կարծիք, որ խորհրդային միությունից դուրս Հայաստանը կարող է լինել նաև բռնապետություն, կարճ ժամանակով եւ խիստ անհրաժեշտաբար, բայց այնուամենայնիվ ոչ ժողովրդավարական երկիր։ Պետք է առաջարկում եմ գրել անկախ պետություն, կարելի է նույնիսկ ազատ է գրել, բայց ժողովրդավարական բառը առաջարկում եմ չգրել։ Գերագույն խորհրդի падգամավոր հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանն էր առաջարկում հանրաքվեի դրվող հարցը ամեն դեպքում շարադրել առանց ժողովրդավարական բառի, անկախացող Հայաստանը ապահովագրելու մի վիճակից, երբ ցնցումներով լի ժամանակահատվածում գուցե կարճաժամկետ դիկտատուրա հաստատվեր եւ ժողովրդավարության օգտին տված քվեն գուցե առիթ դառնար արտաքին միջամտության։ Ուզած թե չուզած կարող ենք դրան գնալ, որպեսզի պահպանենք մեր ամբողջականությունը, ենթադրենք պրեզիդենտը դառնում է դիկտատոր, ժամանակավոր։ Այդ դեպքում ռուսները, Մոսկվան կարող են ասել. ժողովուրդ, դուք քվեարկել եք ժողովրդավարության կողմ, բայց տեսեք դիկտատուրա է հաստատված այստեղ ու գալիս ենք։ Պատասխանը, որ այդ ժամանակ տալիս է Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, գրեթե ասացվածք է դառնում։ Դիկտատուրան ընդհանրապես չի ծրագրվում։ Ծրագրվում է միշտ դեմոկրատիա, բայց իրականացվում է դիկտատուրա։ Ժողովրդավարական բառը արդյունքում չի հանվում քվեաթերթիկից։ Տեր-Պետրոսյանի այս արձագանքից էլ ներկաները ծիծաղում են, բայց այս բանաձևային ձևակերպումը բավական մռայլ կանխատեսման պես մինչ օրս էլ կախված է Հայաստանի քաղաքական դաշտում։ Արդյոք Հայաստանն ի վերջո ժողովրդավարությունն իրապես ընտրել է որպես ուղի, թե դա դեկլարատիվ գաղափար է խորքում դեպի ավտորիտարիզմ գնալու մշտապես առկա վտանգով։ Այս հարցը հատկապես հրատապ է 2018 թվականի Թավշյա ոչ բռնի հեղափոխությունից հետո, որը ընկալվում էր որպես հնարավորություն եւ նոր սկիզբ հայտարարված ժողովրդավարությունը լցնելու շոշափելի բովանդակությամբ։ Միջազգային զեկույցներում էլ Հայաստանի դիրքերը բարելավվեցին հեղափոխությունից եւ 2021-ի անընդմեջ երկրորդ չվիճարկված ընտրություններից հետո։ Ըստ Videm ինստիտուտի Հայաստանն այլևս ընտրական ավտոկրատիա չի համարվում, այլ դարձել է ընտրական դեմոկրատիա։ Հիմա Հայաստանը համապատասխանում է ժողովրդավարության միայն մինիմալիստական սահմանմանը, երբ իշխանությունը որոշվում է ազատ ընտրություններով, ասում է ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը, բայց ավելի լայն դիտանկյունից բազմաթիվ հարցեր կան։ Այնինչ տեղի ունենում վերջին տարիներին, իհարկե ավելի շատ պետք է դիտարկել բացասականույցի տակ եւ եթե մենք որպես ժողովրդավարություն համարում ենք այդ լայն սահմանումը լիբերալ ժողովրդավարությունը, որտեղ կա օրենքի գերիշխանություն, որտեղ կան փոքրամասնությունների պաշտպանություն, որտեղ կա իշխանության տարբեր թևերի բաժանում ու անկախություն միմյանցից, իհարկե այս առումով շատ լուրջ խնդիրներ գոյություն ունեն դեռևս։ Էլեկտորալ ժողովրդավարության առումով, այո, վերջին երկու առնվազն ընտրությունների համապետական կարծես թե ընդունվել են բոլորի կողմից, այսինքն հարցեր լուրջ չեն առաջացել, բայց տեսնում ենք, որ օրինակ նույն տեղական մակարդակում արդեն տեսանելի են շատ բացասական երևույթներ, որոնք առկա էին Հայաստանում վերջին 20-30 տարվա ընթացքում, վարչական ռեսուրսի կիրառում, պետական ռեսուրսի կիրառում արդեն ընտրություններից հետո
արդյունքների վրա ազդելու համար։ 2026-ին սպասվող ընտրություններն այս առումով խիստ կարևոր են, բայց նույնիսկ եթե քվեարկության օրը լուրջ խնդիրներ չծագեն, հարց է, թե դրանք որքանով հնարավոր կլինի ազատ համարել, եթե քաղաքական պայքարի մասնակիցներից որոշները շարունակեն մնալ ճաղերի հետևում։ Բայց եթե 2026 թվականին դեռևս ունենանք ազատ ընտրություններ, կարելի է միգուցե դեռևս Հայաստանը մտցնել այդ էլեկտորալ ժողովրդավարության սահմանման ձևակերպման ներքո, բայց այստեղ եւս բավականին լուրջ բանավեճություն գոյություն ունի, այդ թվում նաեւ այդ մինիմալիստական մոտեցման կողմնակիցների շրջանում, որ ինչպես ենք մենք սահմանում ազատ եւ արդար ընտրությունները։ Արդյոք եթե ընտրությունների օրը, քվեարկության օրը խախտումներ տեղի չեն լինում, միայն դա բավարար է, որպեսզի մենք բնորոշենք այդ ընտրությունները որպես ազատ եւ արդար։ Արդյոք եթե քաղաքական process-ի մասնակիցներից ոմանք ձերբակալված են, կալանավորված են քաղաքական մղումներով, կարելի է այդ ընտրական գործընթացը ազատ եւ արդար համարել։ Իրավիճակը բարդանում է, քանի որ այս զարգացումներին այլընտրանք առաջարկող ուժեր գրեթե չկան։ Ընդդիմադիր հիմնական ուժերը ժողովրդավարական արժեքների կողմնակիցներ չեն։ Ստացվում է, մի կողմից ուժեր են, որ կողմ չեն ժողովրդավարության սկզբունքներին, մյուս կողմից իշխանությունը, որի քայլերը ավելի եւ ավելի են հեռանում այդ չափանիշներից։ Ցավոք սրտի Հայաստանում խորհրդարանական առնվազն ընդդիմությունը կարծես թե ժողովրդավարական արժեքներ կրող ընդդիմություն չէ, այսինքն մենք նույնիսկ այդ ուժերի հրապարակային խոսույթներում տեսնում ենք շատ հայտարարություններ, տեսնում ենք շատ գործողություններ, որոնք հակաժողովրդավարական են իրենց բնույթով։ Կարող եմ նաև կոնկրետ օրինակներով բերել։ Հիմա ընդդիմության մեջ գտնվող հիմնական երկու ուժերը, երկրորդ եւ երրորդ նախագահի կողմից դե ֆակտո ղեկավարվող ուժերը բավականին ակտիվ խոսույթներ են օգտագործում օրինակ քաղաքացիական հասարակության դեմ։ Սպառնում են, որ իշխանության գալու դեպքում կիրառելու են օտարերկրյա գործակալների վերաբերյալ այդ խնդրահարույց օրենքը, որը հիմա կա Վրաստանում, Ռուսաստանում եւ ավտորիտարիզմի ճանապարհով գնացող այլ երկրներում։ Այսինքն սա էլ է բարդացնում իրավիճակը։ Եվ սա ստեղծում է մի իրավիճակ, որ կրկին հասարակության մեջ որոշ խմբեր փորձում են այդ ընտրությունը կատարել չարյաց փոքրագույնի միջև, հատկապես օրինակ քաղաքացիական հասարակության շատ դերակատարներ դրա համար ակտիվ դիրքորոշում չունեն իշխանության կողմից պետական ապարատի չարաշահման վերաբերյալ, որովհետև կա դեռևս այդ վտանգը, որ հաջորդ հնարավոր իշխանությունը կարող է ավելի հակաժողովրդավարական լինել։ Բացի այդ, Հայաստանում չկա նաև ընկալում, ինչպես զարգացած ժողովրդավարությամբ երկրներում է, որ ընտրություններում պարտությունը քաղաքական պայքարի մաս է, այլ ոչ թե կենաց մահու կռիվ։ Ծայրահեղական մոտեցում, որ խորացնում է բևեռացվածությունն ու մեծացնում պարտության գինը։ Plus նաև իշխանությունը, ինչպես տեսնում ենք, քաղաքական հակառակորդների նկատմամբ որոշ շարունակում է հետապնդումներ իրականացնել, օգտագործել իրավական համակարգը իրենց խնդիրները լուծելու համար։ Այսինքն ստեղծում է այդ նորմալիզացնում է այդ պահելաձևը, այդ գործելավոճը։ Հիմա իշխանափոխության պարագայում կան բավականին լուրջ վտանգներ, որ նույն գործիքակազմը կկիրառվի նաև ներկայիս իշխանությունների նկատմամբ, եւ այդ գիտակցումը կա նաև իշխանությունների մոտ, եւ դա է այդ խաղաղ իշխանափոխության հավանականությունը ավելի անիրատեսական դարձնում է։ Այս փուլում նաև տեսնում ենք բավականին վտանգավոր պատումներ, որոնք դաշտ են մտցվում հենց իշխանական կողմից, հենց այդ ինքնիշխանության պաշտպանության պատրվակով, հիբրիդային տարբեր վտանգներին դիմակայելու պատրվակով հակաիրավական գործողություններ իրականացնելը, հակասահմանադրական գործողություններ իրականացնելը եւ ցավոք սրտի նաև քաղաքացիական հասարակության որոշ հատվածներ կարծես թե արդարացնում են այդ գործելավոճը եւ նշում են, որ դա չարյաց փոքրագույն է։ Բայց այս ամենը ստեղծելու է արդյունքում իրավիճակ, երբ չկան խաղի կանոններ, որոնք ընդունելի են բոլոր դերակատարների համար, եւ չկա այդ ընկալումը, որ որևէ աղետ տեղի չի ունենալու ընտրություններին պարտվելու արդյունքում, այսինքն ընտրություններին պարտվելը աղետ չէ, դա պարզապես քաղաքական process-ի մաս է։ Տիգրան Գրիգորյանը, որ ուսումնասիրել է բազմաթիվ երկրների ժողովրդավարական ճանապարհը, օրինակ է բերում 90-ականների երկու տարբեր եւ հակընդդեմ սցենարներ, որոնք կանխորոշեցին դրանք ընտրած երկրների ապագան։ Լեհաստանում որոշեցին համակերպվել քվեարկության ցանկացած արդյունքի հետ, անգամ եթե հաղթեն այսպես ասած նախկինները, սոցիալիստների օրոք գործող իշխանության վերակազմավորված եւ այլ անվամբ հանդես եկող հին էլիտաները։ Ռուսաստանում եւ Հայաստանում Գրիգորյանն ասում է, որոշեցին հնի վերադարձ թույլ չտալ ժողովրդավարական կարգերը պաշտպանելու
մղումով։ Լեհաստանի էլիտան որոշում կայացեց ոչ թե գնալ ընտրությունների կեղծելու ճանապարհով, հանուն կրկին վերադառնալով մեր իրականություն, հանուն ինչ որ ավելի մեծ նպատակի ինքնիշխանության պահպանման, չգիտեմ, հիբրիդային վտանգներին դիմակայելու, տվյալ պարագայում կոմունիստական անցյալին դիմակայելու նպատակին, այլ պարզապես թույլ տվեցին, որպեսզի տեղի ունենա ազատ եւ արդար ընտրություն։ Այդ ազատ եւ արդար ընտրության արդյունքում սոցիալ-դեմոկրատական ուժի եկավ իշխանության եւ 5 տարի հետո պարտվեց ընտրությունները։ Ինչ տեղի ունեցավ Ռուսաստանում եւ Հայաստանում։ Ռուսաստանում այդ վտանգը կանխելուց հետո տեղի ունեցավ ժողովրդավարության քայքայում, Ելցինի հրաժարականից հետո եկան ուժեր, որոնք օգտագործեցին մարդկանց դժգոհությունները 90-ական թվականներին գոյություն ունեցած սոցիալ-տնտեսական դժվարություններով եւ ընդհանուր առմամբ այդ նվաստացման մթնոլորտը օգտագործեցին կոնսոլիդացնելու իշխանությունը, հաստատելու ավտորիտար կարգեր։ Նույնը իրական տեղ ունեցավ նաեւ Հայաստանում։ Այդ բոլոր ձեռքբերումները, որոնք կային սովետական միության փլուզումից հետո, ժողովրդավարական ձեռքբերումները, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում գնացին այլ ուղղությամբ եւ նորմալիզացվեց ընդհակեղծիքը, նորմալիզացվեց հանուն ինչ որ մեծ գաղափարի իշխանությունը պահելու սկզբունքը եւ ունեցանք այն ինչ ունեցանք։ Սովետական միության նախկին անդամներ Բալթյան երկրները եւս ժողովրդավարություն կառուցելու հարցում ավելի հաջողակ դուրս եկան։ Անկախությունից մոտ 1 տասնամյակ անց արդեն ինտեգրվեցին Եվրամիությանը, կանգնելով հին աշխարհամասի առաջատարների Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի կողքին։ Ինչպես նրանց հաջողվեց այդ ճանապարհն անցնել այդքան արագ։ Բալթյան պետությունները առաջին համաշխարհային եւ երկրորդ համաշխարհային պատերազմի միջև ընկած ժամանակահատվածում ունեցել են անկախ պետականության փորձ, ունեցել են պետություն, որը ուներ անկախ ինստիտուտներ, ունեցել են քաղաքական մշակույթ, ունեցել են քաղաքացիական հասարակություն, պարզ է, որ այդ ամենը 20-րդ դարի սկզբին իդեալական չէր, այսինքն ինտերացումներ կային, կատարյալ ինչ-որ ժողովրդավարական համակարգի մասին չենք մենք խոսում, բայց այնուամենայնիվ այդ քաղաքական մշակույթի առկայությունը շատ լուրջ դերակատարություն է ունեցել ոչ միայն Բալթյան երկրների համար, այլև Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների համար, որպեսզի նրանք արդեն սառը պատերազմի ավարտից հետո կարողանան կառուցել այնպիսի պետություն, այնպիսի ինստիտուտներ, այնպիսի հասարակություն, որ ավելի հակված է գնալ ժողովրդավարության կոնսոլիդացիայի ճանապարհով։ Well, I would say, first of all, it was very important to have previous experience of independence. Էստոնիայում գործող պաշտպանության եւ անվտանգության միջազգային կենտրոնի ղեկավար Կրիստի Ռայկը, ով մասնագիտացած է Եվրոպայի անվտանգության, Բալթյան երկրների պաշտպանական եւ անվտանգային քաղաքականության ոլորտում, նույնպես անկախության փորձն է մատնանշում նույն հարցինի պատասխան։ Երկու համաշխարհային պատերազմների միջև հռչակած իրենց երբեմնի անկախության հիշողությունը Բալթիկ երկրները պահպանել եւ փայփայել են անգամ խորհրդային միության կազմում, մի օր այն վերգտնելու հույսով։ All the people in Estonia knew that Էստոնիայում բոլորը գիտեին, հիշում էին, որ Էստոնիան եղել է անկախ պետություն։ Ու նաև այդ երազանքը մի օր կրկին վերադարձնել ազատությունը չէր մարում նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում, երբ շատերը կարծում էին, որ խորհրդային միությունը կարող է հավերժ գոյություն ունենալ եւ անկախությունն այդքան էլ իրատեսական չէր թվում։ Այնուամենայնիվ կային նաև էստոնացիներ, որ շարունակում էին հավատալ, որ մի օր հնարավոր է այդ համակարգը փլուզվի եւ հենց այդ պահին էլ հնարավոր կլինի վերականգնել ինքնիշխանությունը։ Հենց դա էլ տեղի ունեցավ։ the moment for the Baltic states to regain their sovereignty. And that is then exactly what happened. 1980-ականների վերջին եւ 90-ականների սկզբին ազգային զարթոնք էր խորհրդային միության բոլոր երկրներում եւ այս հարցում առաջամարտիկը Բալթյան եռյակն էր։ Հենց այդ տարածաշրջանից սկսվեց խորհրդային միությունից դուրս գալու եւ անկախացման գործընթացը։ Խորհրդային իշխանության տարիներն էլ որակվեցին որպես օկուպացիա։ Միխայել Գորբաչովի նախաձեռնած Պերեստրոյկան եւ Գլասնոստը բացեցին այն թեմաները, որոնք տասնամյակներով արգելված էին։ Ազգային խորհրդանիշներն ու երգերը հանվեցին դարակներից, անկախության գաղափարները սկսեցին բացահայտ հնչել։ Դրանց համար հարթակներ դարձան երգչախմբային փառատոնները, որ հատկապես Էստոնիայում եւ Լատվիայում շատ ընդունված էին դեռ 19-րդ դարից։ Մեծ փառատոններ անցկացնելը, հավաքվելն ու իրար հետ երգելը Բալթյան երկրներում այն փոքրաթիվ ազգային սովորույթներից էր, որ խորհրդային իշխանությունը թույլ էր տվել պահպանել։ Իհարկե, սահմանափակ
հարցափակումներով, խիստ գրաքննված երկացանկով եւ առանց քաղաքական բովանդակությամբ ելույթների, բայց երբ 90-ականներին արդեն Խորհրդային Միության կենտրոնական իշխանությունը թուլացավ, առաջինը հենց այդ փառատոններում երկացանկը արագորեն համալրվեց ազգային երգերով, ազգային սիմվոլներով եւ պահանջներով։ Կրիստի Ռայկը, որ այդ ժամանակ դեռահաս էր, ցույցերի մասնակիցներից է եղել եւ հիշում է ազգային զարթոնքը։ Well, yes, I was a teenager, so I remember vividly, and I think it also kind of Վառ հիշում եմ այդ ցույցերը եւ կարծում եմ, որ դրանք այդ արմատական փոփոխությունները նաեւ որոշ չափով ձևավորեցին իմ վերաբերմունքը քաղաքականության եւ հասարակության հանդեպ։ Դա շատ լավատեսական ժամանակ էր։ Էստոնացիները միասին պայքարում էին մի բանի համար, որին մենք միասին հավատում էինք, եւ դրա երաշտական մասը գալիս էր մեր ազգային ավանդույթներից։ Հետո սկսեցին նաեւ քաղաքականության եւ մշակույթի առաջատար գործիչներ ելույթ ունենալ։ Այսպիսով սա ազատության ձգտման շատ ուժեղ արտահայտություն էր եւ իհարկե դա խորհրդային օկուպացիայի դեմ էր։ Of course it was against the Soviet occupation. Էստոնիայում անկախության պահանջը հարթակից առաջինը հնչեց 1988 թվականի սեպտեմբերի 11-ին Տալինի երգի փառատոնի ժամանակ, որտեղ այդ օրը հավաքվել էր էստոնացիների գրեթե 1/4-ը, 300,000 մարդ։ Eesti rahva püsimajäämine on mõeldav ainult omariikluses. Հենց այդ հավաքի ժամանակ Տրիվիմի Վելիստեն, որ այդ ժամանակ պատմական հուշարձանների պահպանության ընկերության նախագահն էր, առաջին անգամ հրապարակավ պահանջեց Էստոնիայի անկախության վերականգնումը։ Հետո արդեն նա նշանակվեց նորանկախ երկրի արտաքին գործերի նախարար։ Մեկ ամիս անց նույնպիսի համերգ հանրահավաք տեղի ունեցավ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ Հանուն Բալթյան երկրների անկախության երկխոհ ցույցերի այս շարքը հետագայում կկոչվի երկխոհ հեղափոխություն։ Երգը դարձավ ոչ միայն մշակութային, այլ քաղաքական ակտ։ Արդյոք վաղ չկար, երբ մարդիկ խորհրդային կարգերի ժամանակ անկախություն էին պահանջում հրապարակներում։ When the first big gatherings happened, there was still a little bit this fear that what if Երբ առաջին հավաքներն էին, կար վախ, թե այդ ցույցերը կարող են բռնից հրվել, բայց երբ տասնյակ հազարավոր մարդիկ էին գալիս, այդ վախը կորում էր, եւ բարեբախտաբար բողոքի ցույցերը բռնությամբ չցրվեցին, թեև իհարկե օդում կախված նման վտանգ կար։ Հատկապես երբ օրինակ հրապարակ էին բերվում ազգային դրոշը, երգում էին արգելված ազգային երգերը, եւ իրականում երբ բռնի պատասխան չհետևեց, դա այն պահն էր, որ հասկացանք, որ փաստորեն կարող ենք ազատ արտահայտվել։ Դա արդեն քաջալերեց մարդկանց, որ հասկանան այս ճանապարհը հնարավոր է։ then people kind of gain even more kind of courage that okay, this is the path that we have to pursue. 1989 թվականին արդեն տեղի ունեցավ այս շարժման ամենախորհրդանշական իրադարձություններից մեկը՝ Բալթյան շղթան։ 3 երկրներում 2 միլիոն մարդ մոտ 700 կիլոմետրանոց շղթա կազմեց անկախության միասնական պահանջ ներկայացնելով։ Baltic sense of unity was also very strong at Միասնականության զգացողությունը շատ ուժեղ էր։ Խոշոր իրադարձություններից մեկը Բալթյան շղթան էր։ Դա պատմության մեջ բավականին հայտնի պահ է, որը միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր։ famous moment in history which was all in the international news. People formed like a human chain from 100 հազարավոր մարդիկ ձեռք-ձեռքի տված շղթա կազմեցին Տալինից մինչև Վիլնյուս, կոչ անելով ազատության եւ ինքնիշխանության, այդպես հղելով իրենց քաղաքական ուղերձները։ sovereignty and making these very political messages. 1990 թվականի գարնանն արդեն Լիտվան եւ Լատվիան առաջինը ողջ խորհրդային միությունում հայտարարեցին անկախանալու մասին։ Դրանից ամիսներ առաջ խորհրդային միությունը տանկերով փորձել էր կասեցնել անկախության գործընթացը։ Մարդիկ էին զոհվել, բայց պայքարը կանգ չէր առել։ Իսկ շրջադարձային պահը 1991 թվականի օգոստոսն էր, երբ Մոսկվայում տեղի ունեցավ հայտնի պուտչը, խորհրդային միության պահպանման կողմնակիցների հեղաշրջման փորձը, սակայն այն փաստացի ավելի արագացրեց անկախացման գործընթացը։ Այդ ժամանակ արդեն նաև Էստոնիան հայտարարեց անկախությունը վերականգնելու մասին։ Խորհրդային տանկերը հասան նաև Տալինի հեռուստաաշտարակի մոտ, սակայն բռնությունից հնարավոր եղավ խուսափել։ Պուտչը տապալվեց։ August 1991 coup attempt. So that was the moment when actually this old communist Դա այն պահն էր, երբ հին կոմունիստական ղեկավարությունը, Յանաևն ու կողմնակիցները փորձեցին հեղաշրջում անել ու նաև Մոսկվան տանկեր ուղարկեց, եւ դրանք անցան Տալինով մինչև հեռուստաաշտարակ։ Այսպիսով այդ ժամանակ շատ լարված պահ էր ու իրոք վախ կար, որ նրանք կարող են բռնությամբ միջամտել, բայց ի վերջո չարեցին դա։
fear that they might violently intervene. But in the end, they didn't. They kind of stopped there and didn't use violence. Անկախությունը վերականգնելուց հետո Բալթյան երկրներն էլ նոր մարտահրավերների առաջ կանգնեցին։ Մի կողմից ազգային ինքնագիտակցության զարթոնքն էր, մյուս կողմից դաժան իրականությունը, աղքատություն եւ տնտեսական կախվածություն Ռուսաստանից, ասում է Քրիստի Ռայգը։ Բացի այդ, եթե Լեհաստանի եւ Չեխիայի պարագայում արևմուտքը շատ հստակ տրամադրված էր նրանց ընդունել իր շարքեր, խորհրդային միության անդամ Բալթյան երկրների դեպքում կար երկմտանք։ But with the Baltic states, we were like former Soviet republics. Արևմտյան երկրների շատ առաջնորդների համար դա մի փոքր ավելին էր, քան նրանք պատրաստ էին ընդունել։ Դժվար էր պատկերացնել, որ որոշ նախկին խորհրդային հանրապետություններ կարող են դառնալ Եվրամիության կամ առավել եւս ՆԱՏՕ-ի մաս։ Թվում էր, թե դա պարզապես անհնար է։ 1990-ականների քաղաքական ղեկավարությունից պահանջվեց մեծ վճռականություն եւ հստակ ընտրություն, որ նախ եւ առաջ մենք ցանկանում ենք ունենալ ժողովրդավարական համակարգ։ Եվ սա միջոց էր արևմուտքին ապացուցելու, որ մենք մեր արժեքային եւ քաղաքական համակարգի առումով պատկանում ենք արևմուտքին։ Այսպիսով մենք ունեցանք ազատ ընտրություններ, մշակվեց նոր սահմանադրություն ժողովրդավարության լավագույն փորձի համաձայն, եւ այնուհետեւ տեղի ունեցան նաեւ իշխանության փոփոխություններ ընտրությունների միջոցով, ինչպես դա պետք է լինի ժողովրդավար երկրում։ It has to be in a democratic country. Ժողովրդավարությունը պահպանելու հստակ որոշումից բացի Բալթյան երկրներում սկսեցին նաև տնտեսական փոփոխություններ, նվազեցնելու կախումը Ռուսաստանից։ But then the government introduced very radical. Կառավարությունը շատ արմատական բարեփոխումներ իրականացրեց Ռուսաստանից կախվածությունը կրճատելու եւ տնտեսությունը դեպի արևմուտք վերաուղղորդելու համար։ Անկախության տարիների առաջին ձմեռները շատ դժվար էին ջեռուցման եւ ապրանքների սղության պատճառով։ Մարդկանց կենսամակարդակը զգալի նվազեց, դրա հետ նաեւ վստահությունը կառավարության նկատմամբ։ In spite of this criticism, and then in 94 there was. Չնայած այս բարդություններին հիմնական սկզբունքները, որ պետք է լինենք ժողովրդավարություն, որ պետք է պահպանենք մեր արևմտյան կողմնորոշումը, պահպանվեցին։ Այդ վճռականությունն անխախտ մնաց, թեև 1990-ականներին կառավարությունները մի քանի անգամ փոխվեցին։ Governments changed during the 1990s several times. Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ Հայաստանում 90-ականներին խորհրդային միության փլուզման ցավալի տնտեսական հետևանքներին գումարվել էին նաև արյունալի պատերազմն ու 88-ի աղետալի երկրաշարժի հետևանքները։ Նորանկախ Հայաստանն էլ ժողովրդավարություն էր ցանկանում կառուցել, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց։ Հիմա Տիգրան Գրիգորյանն ասում է, կան ուժեր, որ ամեն գնով ցանկանում են ժողովրդավարության նկատմամբ հիասթափություն առաջ բերել, իսկ իշխանության գործողությունները ներկայումս դրան միայն նպաստում են։ Բայց ժողովրդավարության կոնսոլիդացիայի համար անհրաժեշտ է, որ բոլորը, թե հանրությունը, թե քաղաքական դերակատարները համաձայն ժողովրդավարությունը այլընտրանք չունի։ Հիբրիդային հարձակումների հիմնական նպատակը, եթե խոսում ենք Ռուսաստանից եկող հարձակումներին, այն է, որպեսզի ցույց տան հասարակությանը, տվյալ պարագայում հայաստանյան հասարակությանը, որ չկա տարբերություն ժողովրդավարության, ավտորիտարիզմի միջև։ Այո, մենք վատն ենք, բայց բոլորն էլ են վատ։ Բոլոր տեղերում էլ իրավապահ համակարգ օգտագործում են քաղաքական նպատակներում, բոլոր տեղերում էլ կա կոռուպցիա, կան այդ իրավախախտումները։ Եվ հիմա երբ դու դրան դիմակայելու համար անում ես այն ամենը, ինչ նրանք ասում են, որ այդպես է, այսինքն մեծ հաշվով նրանց նպատակը հենց այդ է։ Այդ կասկածը մտցնել հանրության մեջ, որ տեսեք ժողովրդավարությունը դա ամենաարդյունավետ մոդելը չի, եւ սա ընդհանուր առմամբ ինչ որ կեղծիք եւ պատրանք է, որը ձեր վզին փաթաթված է էլիտաների կողմից, դու պարզապես աջակցում ես այդ նպատակների առաջ մղելուն։ Պատմությունը ցույց է տալիս, որ մեծ հաշվով ժողովրդավար երկրներն ավելի կայուն են, բարեկեցիկ եւ հաջողակ։ In memory of Alfred Nobel for 2024 to Daron Acemoglu, MIT, Cambridge, USA. 2024 թվականին իդեպ աշխարհահռչակ հայազգի գիտնական Տարոն Աջեմոգլուն արժանացավ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի հենց ժողովրդավարության եւ պետության բարեկեցության միջև այդ կապը հիմնավորող աշխատության համար։ Գիտնականն իր գործընկերների հետ եզրահանգել էր, որ տնտեսական աճ եւ բարգավաճում ունենում են այն երկրները, որտեղ գործում է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ սեփականության իրավունքի անխախտելիությունը, եւ հակառակը ավտորիտար ռեժիմները երկարաժամկետ առումով
ավելի քիչ բարեկեցիկ են եւ ավելի դանդաղ են աճում։ Միայն մի քանի բացառություններ կան, երբ երկրները հաջողել են ավտորիտար համակարգի պայմաններում։ Դրանցից ամենավառ օրինակը Սինգապուրն է, բայց Տիգրան Գրիգորյանն ասում է, սովորաբար սինգապուրյան մոդելի ձգտողները ի վերջո կրկնում են աֆրիկյան աղքատ բռնապետությունների ճակատագիրը։ Եթե մենք նայում ենք ավտորիտար ոչ ժողովրդավարական ռեժիմների մեծամասնությանը, այդ երկրները հիմնականում աղքատ երկրներ են, հիմնականում կոռումպացված երկրներ են, հիմնականում անարդյունավետ երկրներ են եւ Սինգապուրը բոլորը փորձում են Սինգապուր դառնալ, բայց սովորաբար դառնում են ինչ-որ միջին-միջակայական աֆրիկյան բռնապետություն, որտեղ որևէ լուրջ ձեռքբերում գոյություն չունի։ Եվ սա է հիմնական այդ ռիսկը այս խոսույթի մեջ, եթե մարդիկ նույնիսկ լավ մղումներով ասում են, բերեք ավտորիտար ինչ-որ կառավարում սահմանենք, որ Սինգապուր դառնանք կամ չգիտեմ, Թայվան դառնանք, ռիսկը այն է, որ դա տեղի չի ունենում եւ նաեւ դու կորցնում ես հնարավորությունը արդեն որոշելու կամ շտկելու այդ անարդյունավետ քայլերը։ Անվերապահ հանձնառություն ազատ եւ մրցակցային ընտրություններին։ Ժողովրդավարության նվազագույն ցուցիչը ազատ ընտրություններն են։ Պետք է ոչ միայն քվեարկության օրը ապահովել օրինականություն, այլ նաեւ հավասար մրցակցային դաշտ, ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումների բացառում, ազատ քարոզչության հնարավորություն։ Հայաստանում պետք է ձևավորվի այն ընկալումը, որ ընտրություններում պարտությունը քաղաքական կյանքի բնական մաս է, ոչ թե աղետ։ Դրա համար անհրաժեշտ է իշխանության խաղաղ փոխանցման ինստիտուցիոնալ երաշխիքներ, քաղաքական ռևանշիզմի մերժում, հանրային խոսքում ծայրահեղականության նվազեցում։ Խնդիրը միայն իշխանությունը չէ։ Եթե ոչ իշխանությունն է ժողովրդավարական եւ ոչ էլ ընդդիմությունը, ստեղծվում է փակուղի։ Պետք է հանրային պահանջ ձևավորվի ոչ միայն իշխանափոխության, այլև արժեքների նկատմամբ։ Ընդդիմադիր դաշտում առաջ գան ուժեր, որոնք իրականում կողմ են օրենքի գերակայությանը, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ ինստիտուտների անկախությանը։ Ժողովրդավարությունը չի կարող կառուցվել ոչ ժողովրդավար ուժերի միջոցով։ Բալթյան երկրների փորձը ցույց է տալիս, ժողովրդավարությունը կայուն է այնտեղ, որտեղ որոշումը արժեքային եւ ինստիտուցիոնալ է, ոչ թե անձնական կամ իրավիճակային։ Հայաստանում անհրաժեշտ է անկախ դատական համակարգ, ուժեղ խորհրդարան, հաշվետու գործադիր իշխանություն։ Առանց ինստիտուտների ցանկացած լավ առաջնորդ ժամանակավոր լուծում է, այլ ոչ թե համակարգ։ Ժողովրդավարությունը չի կարող կայանալ, եթե հասարակության մի զգալի հատվածը պատրաստ է այն փոխանակել ուժեղ ձեռքի կամ արագ տնտեսական արդյունքի հետ։ Պետք է ձևավորվի համազգային կոնսենսուս, որ նույնիսկ ճգնաժամերի պայմաններում ժողովրդավարությունը միակ ընդունելի մոդելն է։